Բարի երեկո, սիրելի բարեկամներ, հարգանքներս ձեզ, շնորհակալ եմ ուշադրության համար, խնդրեմ հնարավորության սահմաններում տարածեք այսօրվա իմ ուղիղ եթերը, որովհետև կարծում եմ բավականին ակտիվ եթերը լինելու, կարծում եմ բավականին հետաքրքիր թեմաներ ենք այսօր ձեզ հետ միասին քննարկելու, սիրելի բարեկամներ, 1 րոպե տեխնիկական մի որոշ փոքր խնդիրներ լուծենք ու շարունակենք։ Ես կխնդրեմ արձագանքել, թե արդյոք ձայնը լսելի է, թե ոչ, ինչպիսին է այսօրվա մեր եթերի որակը, եւ 1-2 վայրկյան անց կսկսենք մեր այսօրվա եթերը, սիրելի բարեկամներ։ Մեկ վայրկյանից կսկսենք, սիրելի բարեկամներ, հարգանքներս ձեզ։ Ողջույն եմ ցանկանում բոլորիդ, սիրելի բարեկամներ։ Եվ այսպես, հարգելի հարազատներ, կխնդրեմ հնարավորության սահմաններում տարածեք այսօրվա տեսանյութը, որտեղ մեր հաղորդումը այսօր բաժանված է լինելու 2 մասի։ Առաջին մասում ես խոսելու եմ հիմնականում ներքաղաքական խնդիրներից, անդրադառնալով գործող իշխանության կողմից վարվող քաղաքականությանը, այսպես կոչված հատիկ առ հատիկ խորագիրը կրող գործողություններից, իշխանություն ընդդիմություն գզվռտոցից, որոշ գեներալների եւ որոշ քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներից, Գյումրու ընտրությունների մասին եմ այսօր որոշակիորեն անդրադառնալու, մեր կուսակցության Արդար Հայաստան կուսակցության առաջիկայում սպասվող համագումարին եմ անդրադառնալու, բայց երկրորդ մասը հաղորդման նվիրված է լինելու ավելի շատ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, մեծ հաշվով նրանց հետ հաշտվելու հնարավորությանը, խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորությանը եւ այս առումով պատվելի քաղաքացիներ, հարգելի բարեկամներ, խնդրեմ նկատի ունեցեք, որ 2 մասի բաժանվող մեր այսօրվա եթերը տրամագծորեն այլ խնդիրներ են քննարկելու, օգտվելով առիթից մեկ անգամ եւս կխնդրեմ հնարավորության սահմաններում այսօր տարածեք այս տեսանյութը, որովհետեւ մի օր էլ խոսելու եմ մեր նկատմամբ իրականացվող քարոզչական բլոկադայից, սա էլ իր ուրույն պատճառներն ու հիմքերը ունի, այնուամենայնիվ սիրելի բարեկամներ, անցնենք առաջ, այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին իր Facebook-ի եթերում անդրադարձել է Facebook-յան էջով, անդրադարձել է հատիկ առ հատիկ խորագիրը կրող ծրագրի շրջանակներում անդրադարձել է այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանում հաշտության համաձայնությամբ ձեռքբերված իրողությամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետությանը վերադարձվել Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող ուրեմն որոշ հողամաս, որի շուկայական արժեքը կազմում է 29 միլիոն դրամ։ Ես չգիտեմ, թե մոտավորապես ինձ համար պարզ է, թե Նիկոլ Փաշինյանը ինչ է անում եւ ինչով է փորձում զբաղեցնել մեր հասարակությանը, ակնհայտ է սիրելի ժողովուրդ, որ այլևս ինձ համար, որ գործող իշխանությունը վարչապետի գլխավորությամբ մինչև ընտրությունները մեր հասարակությանը փորձելու են զբաղեցնել այսպես կոչված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով, դրանց բավարարումներով, իրականում փորձելով հասարակությանը շեղել իրական խնդիրներից, բայց եթե Նիկոլը որոշել է հանրությանը մոլորեցնի հերթական անգամ իբրև թե պետությանը հասցված թալանը վերադարձնելու
այսպես ասած 29 միլիոն դրամներով, նախ բարի կլինի ասել, թե իր եւ իր անձնակազմի սպասարկման համար մեկ օրվա համար որքան գումար է ծախսվում, որպեսզի մեր հասարակությունն էլ տեսնի, թե Նիկոլը ինչքան է վերադարձնում, ինչքան է ծախսում սեփական բարեկեցության համար, բայց այն ամենայնիվ սիրելի բարեկամներ, քանի որ խոսքը իսկապես պետական կարևորագույն ինստիտուցիոնալ գործիքակազմի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին է խոսքը, միաժամանակ այս խորագրի ներքո երկրի գործադիր իշխանության ղեկավարը անընդհատ մատնանշում է, որ հատիկ առ հատիկ վերադարձնելու է երկրից թալանված ու ժողովրդից թալանվածը, ընդ որում ցավոք սրտի հասարակության դեռևս մի որոշակի մաս հավատում է այս մոլորություններին, այս միամտություններին։ Ես այսօր պատրաստել եմ ինձ համար մի տեղեկանք, որոնք հիմնված են բացառապես պատասխանատու պաշտոնական տեղեկությունների եւ տվյալների վրա, տարբեր միջազգային կազմակերպությունների տվյալների վրա, եւ հիմա փորձենք ձեզ հետ միասին հասկանալ, ինչքան էր թալանվել ու գողացվել Հայաստանից եւ ինչքան է վերադարձվում Հայաստանին, եւ Նիկոլ Փաշինյանը արդյոք այստեղ պարզ երես է եւ կարող է նա պարզչակատ ներկայանալ ձեզ ու ուրեմն հաջողությունների մասին որևէ հաշիվ ներկայացնել ձեզ սիրելի բարեկամներ։ Ուրեմն այս տեղեկանքը ես դեռևս հրապարակել եմ մի քանի տարի առաջ, բայց դա չի կորցրել իր ակտուալությունը։ Տարբեր մասնագետների ու փորձագիտական կազմակերպությունների մոտավոր վերլուծությունների համաձայն անկախության Հայաստանի պատմության ընթացքում, այսինքն 1991 թվականից մինչև համարենք 2021 թվականը կամ համարենք 2018 թվականը, հասարակությունից ու պետությունից թալանված գումարի չափը, սիրելի բարեկամներ, տատանվել է, հասել է մինչև 30 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Global Financial Integrity միջազգային կազմակերպության տվյալների համաձայն, ուրեմն միայն 2004-2017 թվականներին Հայաստանից ապօրինի դուրս է բերվել 6-ից 14 միլիարդ ԱՄՆ դոլար։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, 6-ից 14 միլիարդ ԱՄՆ դոլար։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո իրենց կողմից հրապարակային խոստումների, ստանձնած հանձնառությունների համատեքստում կար որոշակի հույս, որ այս իշխանությունը կարող է գնալ այս թալանի եւ այս Հայաստանից դուրս բերված գումարների վերադարձի ճանապարհով։ Ավելին, չէր եղել գեթ 1 հրապարակային միջոցառում, դիրքորոշում, որտեղ գործող իշխանություն է, չէր խոսում այս մասին, չէր խոստանում վերադարձնել։ Ավելին, այն ժամանակ ես այս հարցի մասին 1-2 անգամ խոսել եմ, բայց հիմա եւս մեկ անգամ ձեր ուշադրությունը հրավիրում եմ այս հանգամանքի վրա, սիրելի բարեկամներ։ Դեռևս 2018 թվականի օգոստոսի 10-ին այն ժամանակ երկրի փոխվարչապետ առաջին իսկ ներկայումս արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ երկրից թալանված ու արտերկրում հանգրվանած ունեցվածքի նույնականացման ու վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով խորհրդատվական ու տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ է գրել Համաշխարհային բանկի ղեկավարությանը։ Իդեպ, ինչ եղավ այդ նամակի պատասխանը, ինչ պարզեցիք։ Հայաստանի Հանրապետությունից դուրս բերված այդ 30 միլիարդ դոլարի վերադարձի վերաբերյալ դուք վերջի 7 տարիների ընթացքում ինստիտուցիոնալ ինչ քայլեր եք իրականացրել, որ այսօր ձեր Facebook-յան էջերում խոսում եք 29 միլիոն դրամի վերադարձի մասին։ Ես կուզենամ, որ դուք որպես պատասխանատու իշխանություն ձեր գործողությունների, ձեր վարքագծի համար պատասխանատու լինեք եւ հանրությանը այսպիսի էժանագին տեղեկությունների մատուցման փոխարեն այս ժանագին պոպուլիստական դիվիդենտեր շահելու ակնկալիքով իրականում ցույց տակ, թե Հայաստանից իրապես դուրս բերված միլիարդավոր դոլարների ճակատագիրը ինչ է եղել, դուք ինչ քայլեր եք ձեռնարկել այդ գումարները հետ վերադարձնելու, 30 միլիարդ ԱՄՆ դոլարը ուր, 29 միլիոն դրամը ուր, Նիկոլ, դուք ինչ եք ուզում ասեք, հետեւաբար այս առումով, սիրելի բարեկամներ, դուք անընդհատ, ես այս խնդիրը 4 տարի խոսել եմ այս խնդրի մասին, բայց հիմա նորից ուզում եմ բարձրաձայնել այս հարցի մասին։ Դեռևս Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին, երբ աստված էր, երբ ձիու վրա էր, երբ ով
Ինչ հանգամանքներում ինչ խոսում էր, մեր ժողովուրդը աստվածացնում էր 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույն Նիկոլ Փաշինյանը Արարատ համայնքում մեր բնակիչների հետ հանդիպան ընթացքում խոստանում էր առաջիկա 5 տարիների ընթացքում, այսինքն մինչև 2023 թվականը, ժողովուրդ ջան, ուշադիր լսեք, մինչև 2023 թվականը գործող իշխանությունը խոստացել էր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեր ժողովրդին, որ զինված ուժերի վրա հավելյալ ծախսելու է 2.5 միլիարդ ԱՄՆ դոլար։ Եվ այդ գումարը 2.5 միլիարդ ԱՄՆ դոլարը ըստ Նիկոլ Փաշինյանի պետք է վերադարձվեր Հայաստանից թալանացների գրպաններից։ Հարց է առաջանում։ Հիմա ձեր ցույց տված 29 միլիոն դրամին հավատանք, թե ձեր 2018 թվականին խոստացած 2.5 միլիարդ դոլարի սպասումներին ականատես լինենք։ Հաջորդը դուք միայն պատկերացրեք, սիրելի բարեկամներ, թե ինչ շոշափելի շրջադարձային բեկումնային փոփոխություններ կարող էր լինել զինված ուժերում, եթե իսկապես նշված ժամանակահատվածում 2.5 միլիարդ ԱՄՆ դոլարի ներարկում լիներ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր։ Եվ ես խորապես համոզված եմ, եթե այդ գումարները իսկապես ուղղվեին բանակի վերազինմանը, արդիականացմանը, նոր զինատեսակների ձեռքբերմանը, ես նույնիսկ չեմ բացառում, որ շատ հնարավոր է, որ պատերազմի արդյունքը այլ լիներ։ Պատերազմական գործողությունների իրավիճակում Հայաստանի իրավիճակը, իրադրությունը, Հայաստանի վիճակը այլ լիներ։ Մեզ հետ կարող է խոսեին այլ լեզվով։ Ադրբեջանը կարող էր չհամարձակվել, նույնիսկ հարձակվել։ Հետևաբար, ես խորապես համոզված եմ այս ֆոնի վրա, սիրելի բարեկամներ, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, երբ որ Նիկոլը խոսում է Թալանի, Հայաստանից տարած գումարների չափի մասին, 14-ից 30 միլիարդ ԱՄՆ դոլարի մասին, ընդամենը մեկ փաստ եմ ուզում բերել, որպեսզի ձեզ համար պարզ լինի, սիրելի բարեկամներ, թե մենք ինչ գումարների մասին է խոսքը։ Հայաստան համահայկական հիմնադրամի մասին բոլորդ գիտեք, դա ինչ հիմնադրամ է։ Այդ հիմնադրամը ամեն տարի տարբեր մարաթոնների իրագործման արդյունքում գումարներ էր հանգանակում Արցախում տարբեր տեսակի ծրագրեր իրականացնելու համար եւ մենք ենք մեր սահմանները բոլորս Արցախի համար խորագրով կազմակերպված դրամահավաքի արդյունքներով մինչև 2018-20 թվականների դրությամբ, սիրելի բարեկամներ, ամբողջ հայ ժողովուրդը հավաքել էր ընդամենը 157 միլիոն ԱՄՆ դոլար։ Դուք հիմա պատկերացրեք, թե ինչ ահռելի միլիարդավոր դոլարների մասին է խոսքը, երբ որ դուրս էր բերվել Հայաստանից, եթե այդ գումարները այս իշխանությունը, որը խոստացել են մեր ժողովրդին վերադարձներ, մենք ինչ որակի ընդդիմություն կունենայինք, իշխանություն կունենայինք, պետություն կունենայինք, հասարակություն կունենայինք, ինչպիսի արդյունավետ կառավարում կունենայինք, մեր բյուջեի միջոցները ինչպիսին կլիներ, ինչպիսի ենթակառուցվածքների վրա էր հնարավոր ծախսել այդ գումարները, բայց այսօր եկել են այս մարդիկ 7 տարի ոչ մի բան չեն արել, եկել են մեր ժողովրդին զբաղեցնում են 29 միլիոն դրամով, 5 միլիոն դրամով, վերջերս էլ Գյումրիում հպարտանում է, ասում է, եթե դուք ձեռ եք առնում մեր հատիկ առ հատիկին, ուրեմն յաշիկ առ յաշիկ կվերադարձնենք, Range Rover կվերադարձնենք։ Ես չգիտեմ սա ինչ խոսույթ է մեր հասարակության հետ, ես չգիտեմ սա ինչ անլուրջ վերաբերմունք է մեր ժողովրդի նկատմամբ։ Հատիկ առ հատիկ դուք պետք է հաշվետվություն ներկայացնեք ձեր անգործության մասին, ձեր կատարած սխալների մասին, ձեր ձախողումների մասին, ձեր թույլ տված Հայաստանի Հանրապետության բազմաթիվ օրենքներով արգելված արարքներ թույլ տալու մասին, այդ թվում նաև քրեական օրենքով արգելված արարքների մասին։ Հետաբար այս առումով, սիրելի բարեկամներ, ես խորապես համոզված եմ, հաջորդ իշխանությունը պետք է նախ եւ առաջ լինի պատասխանատու իշխանություն, իր գործի ու խոսքի նկատմամբ հարգանք ունեցող իշխանություն, որ զերծ կլինի պոպուլիզմից։ Ես քիչ հետո այս մասին կխոսեմ, սիրելի բարեկամներ, այնուամենայնիվ ձեր ուշադրությունը եմ հրավիրում հետևյալի մասին։ 2 օր առաջ կամ վերջի 1 շաբաթը ուղղակի ամոթի
խայտառակության, նվաստացման հերթական շաբաթներ մեզ համար, որը պայմանավորված էր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկու ցուցադրած խաղերով, մեկը Երևանում, մյուսը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Ես իհարկե արձագանքել եմ դրանց։ Եթե ձեզ թվում էր, սիրելի բարեկամներ, որ այս համընդհանուր պարտվողականության մթնոլորտում մեր ֆուտբոլի հավաքականը պետք է հաղթանակ գրանցեր, չարաչար սխալվում եք։ Հայաստանում ստեղծված այդ մթնոլորտն է պատճառը նաև չի ստացվում։ Նիկոլայես վերջերս նաև պարլամենտում էր խոստովանում այդ մասին, որ ներվ կա մեր բոլորի մեջ, որ չի ստացվում, քանի դուք կաք չի ստացվելու։ Եվ այս առումով ես կիսա հեգնախառն, կիսա ցավալի, իրականում ողբերգական առումով անդրադարձավ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պարտությանը, մեջ բերելով Նիկոլ Փաշինյանի դրույթներից, որը արձանագրված է 2020 թվականի, կարծեմ իրենց միջոցառում էին կազմակերպել եւ մինչև 2050 թվականի Հայաստանի վերափոխման ազգային ինչ-որ հայեցակարգ էին հրապարակում, որի դրույթներից մեկն էլ հետևյալն է, որ Նիկոլ Փաշինյանենք այնպիսի կառավարում պետք է ապահովեն, որ մինչև 2050 թվականը Հայաստանը ունենա 25 օլիմպիական ոսկե մեդալ, իսկ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պետք է դառնա ոչ ավել, ոչ պակաս Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մրցանակակիր։ Սա ճակերտավոր իրական Հայաստանի հիմնադիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն է եղել մեր ժողովրդին։ Հիմա հարց է առաջանում։ Այս ուղերձը հրապարակել եք 5 տարի առաջ 2020 թվականին։ 5 տարվա ընթացքում դուք ինչ եք արել ֆուտբոլի զարգացման համար։ Դուք ինչ ենթակառուցվածքներ եք արել մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար։ Դուք քանի խաղ հրապարակ եք կառուցել, դուք ինչպիսի ներգրավում եք ապահովել, ինչպիսի մարզիչների վերապատրաստման դպրոց եք հիմնել։ Ես մասնագետ չեմ ֆուտբոլի ժողովուրդ, բայց ես տեսել եմ իմ փոքր տղան 10 տարի զբաղվել է ֆուտբոլով։ Ես տեսել եմ այդ ենթակառուցվածքները, տեսել եմ հիասթափությունները, ոգևորություններ։ Ես ինքս ապրել եմ ֆուտբոլով, ես ինքս ցանկացել եմ, որ իմ ընտանիքի անդամ իմ փոքր տղան զբաղվի ու դառնա ֆուտբոլիստ։ Բայց իմ տղան մեկ օրվա մեջ հիասթափվել, հրաժարվել է։ Դուք ինքներդ փնտրեք, թե դուք ինչ եք արել ու ինչ եք անում ֆուտբոլի հետ, որ այսպիսի ողորմելի իրավիճակ է ֆուտբոլում։ Ես ամոթից գետին եմ մտել եւ ինձ համար իսկապես նվաստացուցիչ է։ Եվ այս առումով Նիկոլ, ես մարդկայնորեն եմ ուզում խոսել, քո անձնական քինախնդրությունը, ձեր անձնական քինախնդրությունը սահմաններ չի ճանաչում։ Ես ոչ Նեմեծ Ռուբոյի կամ ինչպես ասում են Ռուբեն Հայրապետյանի ոչ անձամբ ճանաչել եմ, ոչ ճանաչում եմ, ոչ երբևէ նրա հետ առնչվել եմ, որևէ շփում ունեցել եմ, բայց հետին թվով երբ որ ես վերլուծում եմ, այդ մարդը այդ տղան ձեռագիր ունեցող տղա է եղել։ Այդ մարդը ինչ-որ ներդրում ուներ ֆուտբոլում, այդ մարդը ինչ-որ հետագիծ ուներ ֆուտբոլում, ձեր անձնական քինախնդրության պատճառով բերեցիք կործանեցիք հայկական ֆուտբոլը։ Եկել էիք իշխանության, Սերժի հետ մոտիկ էր, կանչեիք, չգիտեմ, ինչ ուզում էիք անեիք, ասեիք գնա զբաղվի քո ֆուտբոլով։ Ներողություն, ասեիք գնա զբաղվի քո ֆուտբոլով, ասեիք գնա զբաղվի այս ենթակառուցվածքը զարգացնելով, ասեիք գնա զբաղվի հայկական ֆուտբոլի վերականգնամ կամ վերակենդանացմամբ, ինչ արեցիք։ Իսկ Սեր Աստծո միայն այն հանգամանքը, որ ձեր անձնական քինախնդրությամբ դուք փորձեցիք լիկվիդացնել այս կամ այն անհատին, արդյունքում ինչ եղավ, շահեցիք, ուր է ձեր խոստացած ֆուտբոլը։ Ինչու է հիմա այսպիսի խայտառակ իրավիճակ։ Ի վերջո ես ուզում եմ հարց տամ, դուք այս կամ այն անձի հետ կապված ինչ նախասիրություններ, համակրանք կամ հակակրանք ուզում եք ունեցել։ Ես ուզում եմ պարզ հարց եմ տալի։ Եղբայր, այս ձախողման համար ով պետք է պատասխան տա։ Այս ֆուտբոլի խայտառակ իրավիճակի համար մեկը պետք է պատասխան տա, թե չտա։ Հայաստանի Հանրապետությունում, սիրելի բարեկամներ, անպատասխանատվության մթնոլորտ է։ Մեր երկրում ոչ ոք իր վարքագծի, իր արածի համար պատասխան չի տալիս։ Ես անկեղծ ասած ապշած եմ։ Ոնց կարելի է
Նայեք, ասում եք, որ Հայաստանը պետքա դառնա ֆուտբոլի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր։ Եղբայր, ես չեմ հասկանում, դուք եվրոպական մրցաշարերը չեք տեսնում, դուք աշխարհի առաջնությունները չեք տեսնում, որևէ ինքնահարգանք ունեցող թիմի մարզիչը կամ այդ ֆեդերացիայի նախագահը կամ այդ ֆեդերացիայի ղեկավար կազմը հրաժարական չի ներկայացնում իր թիմի անփառունակ ելույթերի համար։ Ես էլ ինչ պետք է լինի հայկական ֆուտբոլի համար, երբ որ երկու խաղի արդյունքներով, եթե չեմ սխալվում, 9-1 պարտվել է հայկական ֆուտբոլը հավաքականը ու դրանից հետո ասում ենք դե կներեք էլի ինչ ա եղել որ նորմալ է հաջորդ խաղին ավելի լավ կխաղանք։ Ես անկեղծ ասած ապշած եմ։ Հիմա ֆուտբոլի դաշտից վերադառնանք քաղաքական դաշտ, սիրելի բարեկամներ։ Ես անկեղծ պետք է ասեմ, ես քաղաքական դաշտում ես ինձ համարում եմ նորմալ 2-3 լավ 4 տարի զբաղվում եմ քաղաքական գործունեությամբ մեր համեստ հնարավորություններով եւ ինձ համար նաեւ երբեմն շատ բաներ են նորություններ եւ ինձ համար շատ իրողություններ են նոր եւ ինձ համար քաղաքական դաշտում մարդկային հարաբերություններն են նոր Ինձ համար ես նաև իրավաբան մասնագետ լինելով հանդերձ, փաստաբան լինելով հանդերձ, իմ բոլոր վերլուծությունները փորձում եմ կառուցել բացառապես փաստերի վրա։ Բայց հիմա տեսնում եմ քաղաքական դաշտում ինչ է կատարում, երբ մարդը մի օրվա մեջ իր կարծիքը կարող է 180 աստիճանով փոխել, մարդը կարող է կերպարանա փոխվել, մարդը կարող է, չգիտեմ, բացարձակապես քաղաքական միտք չունենալով մեր հասարակությանը սի խոստումներով, ազգային պոպուլիզմով, չգիտեմ, ինչ-որ ցնդաբանություններ առաջ բերելով, ինչ-որ սին գաղափարներով մարդկանց հավատացնելով ու մարդկանց կուրացնելով, մարդկանց մոտ սին սպասելիքներ գեներացնելով, ժողովուրդ ջան, ձեզ խաբում են։ Եվ այս առումով ուզում եմ նաև իրազեկ մարդկանց, որոշակի քաղաքական միտք կրող մարդկանց, մեր մտածող հասարակության եմ դիմում։ Դուք մի հատ ուշադրություն դարձնեք, թե հայտնի Միշիկի Միքայել Մինասյանի կողմից աճեցված քանի կլոուն է հայտնվել քաղաքական դաշտում։ Իշխանության հարտակի մասին չեմ խոսում։ Թող Նիկոլն ու Միշիկը որոշեն, ով է ում ֆինանսավորել, ով է ում հենարանը հանդիսացել, ով է ում բերել իշխանության, ով է ում պահում, ով է ում թիկունքին կանգնած, ով է ում հենարանը հանդիսացել։ Ինձ համար շատ բան պարզ է, թող մեր ժողովրդի համար պարզ լինի։ Այդ ինչպես տասը, որ Միշիկը 2018 թվականի դեկտեմբերին միայն ազատվեց Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից, ինչ եղավ Միշիկը, ուր է հիմա նա, ինչու հանկարծ հետո խաղի կանոնները փոխվեցին, ինչ պայմանավորվածություններ խախտվեցին, ինչու հետո Միշիկը խոհանոցից դասընթացներ էր տալիս, դասընթացներով էր հանդես գալիս, բայց մի հատ նայեք ընդդիմադիր դաշտում Միքայել Մինասյանի կլոուններին տարբեր հարթակներով, տարբեր ձևաչափերով, տարբեր մակարդակներում, տարբեր հավակնություններով։ Ես ձեզ ասում եմ մի քիչ զուսպ եղեք։ Ես ձեզ ասում եմ մի քիչ համեստ եղեք։ Ես մի քանի անգամ այդ մասին խոսել եմ, բայց շատ լավ կլինի, որ քաղաքական դաշտում քաղաքական խաղացողները ինքնաբավ լինեն, ինքնուրույն լինեն, մարիոտ չլինեն, տեր չփնտրեն մաքրել։ Եվ ես որևէ կասկած չունեմ, որ քաղաքական դաշտը պետք է մաքրել քաղաքական աղբից։ Մեր հասարակությանը վերածել են պատանդի կարգավիճակի։ Քաղաքական դաշտում խաղում են մարդիկ, ովքեր ազնիվ չեն ձեզ հետ, ովքեր մոլորեցնում են իրենց քաղաքական ժուլիկությամբ։ Մի օր այդ մասին ավելի պարզ եմ խոսելու։ Իհարկե ես այսօր անուններ չեմ տալու, բայց ես խնդրում եմ նորից հորդորում եմ ձեզ մի քիչ զուսպ պահեք, ձեզ մի քիչ համեստ ու կոռեկտ պահեք։ Երբեմն լռությունը ավելի խոսուն է, քան անընդհատ ճամարտակելը։ Եվ ես այս առումով քաղաքական դաշտի այսպիսի ականապատում չեմ պատկերացնում։ Կուզենայի ձեզ համար մի շատ կարևոր, հարգելի բարեկամներ, մի շատ կարևոր օրինակի վրա ուշադրություն հրավիրեմ։ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը 10 տարի լռեց։ 98 թվականից մինչև 2007 թվականը այդ մարդը 1 կամ 2 կամ 3 անգամ է խոսել։ Ճիշտ է արել, վատ է արել, սխալ է արել, ինչ է արել, ինչ չի արել, բայց այդ մարդը քաղաքական կոռեկտություն է դրսևորում։
ասում էր ինձ մերժել եք, ես հեռացել եմ, ինձ հեռացրել են, ես համաձայն չեմ եղել իմ թիմի հետ, իմ ժողովուրդը ինձ չի ընդունում, իմ հանդեպ այլ վերաբերմունք ունի, շատ լավ, դաշտը թող զբաղեցնեն մարդիկ, ովքեր խոսում են։ Եվ ես հիմա ուզում եմ խոսել այս քաղաքական դաշտում հայտնված ջրի վրա միշտ մնացող որոշ սեգմենտների մասին։ Ձեզ մի քիչ զուս պայեք։ Ձեր բոլորի հետագիծը պարզ է, ձեր բոլորի հետագիծը հայտնի է։ Չի կարելի այսպիսի մանիպուլյացիաներով խաբել մոլորեցնել մեր ժողովրդին։ Մի քիչ լռել սովորեք, իսեր Աստծո։ Այս առումով սիրելի բարեկամներ, ճիշտ ժամանակին բոլորի անուն անառուն, անվանական խոսելու ենք, անվանական, բավական է, թույլ չենք տալու մեր ժողովրդին խաբել։ Հայտնվել են մարդիկ, ովքեր ազգային պոպուլիզմը դարձրել են իրենց դրոշակը ու այլ ձևով են մոլորեցնում մեր հասարակությանը։ Չի կարելի այսպես խաբել մեր ժողովրդին։ Չի կարելի։ Ես այս վերջերս մի առիթով խոսում եմ այդ մասին, հիմա էլի կխոսեմ, քաղաքական գործչի հատկանիշներ են պետք որոշելու համար, պարզելու համար, թե մեր ժողովրդին ինչպիսի վարչապետ է պետք, վարչապետի ինչ հատկանիշներ պետք է ունենա մարդը, падգամավորի, նախարարի, չի կարելի այս խեղճուկ կրակ ժողովրդին բոլոր առումներով, բոլոր տեղերից սեփական քաղաքական PR-ի համար խաբելու մոլորեցնել։ Չի կարելի ու վերջ, չի կարելի։ Սիրելի բարեկամներ, այս առումով կրկնում եմ, քաղաքական դաշտի այս աստիճան ականապատում ես չեմ պատկերացնում։ Մեր ժողովուրդը դարձել է գործող եւ նախկին իշխանությունների նրանց տարբեր արբանյակների, ուրեմն պատանդը, գերին, քաղաքական դաշտը զավթված է ու մեր քաղաքական դաշտը հնարավորություն չի ունենում մաքրվել։ Նոր դուք մի հատ տեսեք, մեր անձամբին վրա ովքեր են հարձակվում՝ Նիկոլականները, Քոչարյանականները, Սերժականները ու որոշ էլի մի քանի այդ սեգմենտները։ Այս մարդիկ ուղղակիորեն մեկը մյուսին սիամական երկվորյակ դարձած բսկտում են, մեզ չեն թողում, որ մենք մեծացնենք մեր քաղաքական ազդեցությունը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ինչ քաղաքականություն է վարում։ Այս մարդը նոր հիշել է, ժողովուրդ ջան, որ Տարոն Մարգարյան կա, որ այդ մարդը եղել է Երևանի քաղաքապետ մի քանի տարի, որ այդ մարդը եղել է Սերժ Սարգսյանի ամենա անձանցից մեկը, ինչ որ առումով նաև աջ ձեռքը, ինչ որ հարցերում, ու հիմա նոր հիշել է, որ այդ մարդը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների համար նոր պետքա պատասխան տա։ Հասկանում եք։ Այս մարդը նաև հիշել է, այսօր նաև մամուլից ծանոթացա, որ գեներալ լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուրեմն դեմ էլ հայցը ներկայացված մի քանի միլիոն ԱՄՆ բռնագանձման պահանջի մասին։ Ես ամենապատասխանատվության ձևով պատասխանատու ուզում եմ հայտարարել հետևյալը, սիրելի բարեկամներ, Նիկոլ Փաշինյանը հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով օգտագործում է նախկին իշխանություններին նորից իշխանության գալու համար։ Ուրիշ այլ ռեսուրս այս մարդը չունի։ Այս իշխանությունները կամ գիտակցում են, որ մեր ժողովուրդը նորից տուրք է տալու իրենց մանիպուլյացիաներին եւ իրենց վերընտրվելու հնարավորություն է տալու, կամ չեն գիտակցում։ Իսկ նախորդ իշխանությունները կամ գիտակցում են, որ դարձել են այս մարդու ձեռքին պարզապես գործիք եւ շահագործվում են, կամ իրենց ձեռ է տալիս։ Մթող իրենք մտածեն։ Ես ուզում եմ ձեզ դիմել, սիրելի բարեկամներ, Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանություններին օգտագործում է որպես գործիք իր իշխանությունը պահելու համար։ Սա լրջագույն վտանգավոր սցենար է։ Այս մարդիկ կարող են անընդհատ խաղարկել այս իրավիճակը իշխանությունը պահելու համար։ Հետևաբար ես գտնում եմ հետևյալը, եթե մեր հասարակությունը ցանկանում է, որ Հայաստանում բեկում լինի, շրջադարձ լինի, Հայաստանում փոխվի մթնոլորտը, Հայաստանի նկատմամբ պատկերացումը փոխվի, Հայաստանը դուրս գա այս ճահճաճած իրավիճակից, Հայաստանում պետք է իշխանափոխություն տեղի ունենա եւ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։
Ընդ որում, ես դասում եմ այն քաղաքական անհատների շարքին, ովքեր միշտ քարոզում են ու քարոզելու են, եւ ես երանի կտամ, երջանիկ կլինեմ, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից օրինական ընտրությունների միջոցով։ Օրինական ընտրությունների միջոցով։ Ինչու եմ ես ուզում, որովհետեւ այս իշխանության եւ նախորդ իշխանության համապարփակ ընկալումը ասոցացվում է ինչի հետ, բարդության հետ, թալանի հետ, կոռուպցիայի հետ, կորուստների հետ, ձախողումների հետ, Արցախի կորուստի հետ։ Հետևաբար այս առումով շատ պատկերավոր եմ ուզում ասել։ Նիկոլը պետք է գնա, որպեսզի նոր մարտի 1 չլինի։ Նիկոլը պետք է գնա, որպեսզի նոր հոկտեմբերի 27 չլինի։ Նիկոլը պետք է գնա, որպեսզի նոր պատերազմ չլինի։ Նիկոլը պետք է գնա, որպեսզի խաղաղություն լինի։ Նիկոլը պետք է գնա, որ Հայաստանը ձերբազատվի այս գզվռտոցից։ Նիկոլը պետք է գնա, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում վերականգնվի վստահությունը մարդու նկատմամբ, միմյանց նկատմամբ, պետության նկատմամբ, որ մենք կարողանանք այս ջարդված իրավիճակից դուրս գանք, սիրելի բարեկամներ։ Նիկոլ, քեզանով այլևս հնարավոր չի, հնարավոր բոլոր անհնար ու հնարավոր բոլոր միջոցներով մասխեցիք ձեր վստահությունը, չի լինելու, չի ստացվելու, ուզում եք դարձեք, ով ուզում եք դարձեք, չի ստացվելու, ձեզ հետ այլևս որևէ հույս կապելը Հայաստանի բարեկեցության առումով ուղղակիորեն ծիծաղելու ու մանկամետ կլինի։ Գյումրիի ընտրությունների մասին, սիրելի բարեկամներ, նայում ես քաղաքական ինչպիսի մասնակցություն է, ու այս իշխանության, ես անկեղծ եմ ասում, այս իշխանությունը նոր հիշել է, որ Վարդան Ղուկասյան կա։ Այս իշխանությունը նոր հիշել է, որ Վարդան Ղուկասյանը ինչպիսի քաղաքապետ է եղել, կամ ինչպիսի ուրեմն քաղաքական վարքագիծ է դրսևորել։ 7 տարի հետո օգտագործել նման տերմիններ, նման բառախաղ այդ մարդու նկատմամբ, պարզապես, չգիտեմ, ես բառ չեմ գտնում ասելու, այսինքն դուք ինչ եք ուզում ասեք այս մեսիջներով։ Եթե դուք լավ եք, ժողովուրդը ձեզ սիրում է, ընտրում է, ումից եք վախենում, ինչից եք վախենում, ապահովեք ձեր խնդիրը ապահովել նորմալ ընտրություններ։ Նորմալ ընտրություններն է ձեր միակ սրբազան պարտականությունը, ժողովուրդը ում կընտրի, թող ընտրի, ձեր ինչ գործն է։ Դուք այդ ինչ եք արել, որ ձեզ պետք է ընտրի մեր ժողովուրդը։ Ինչ եք արել։ Եվ ինձ համար իսկապես վիրավորական է մարդկային առումով, որ դուք 7 տարի անց մատնանշում եք այս կամ այն նախկին իշխանավորին ցույց տալու համար, որ ձեր առավելությունը։ Ենթադրենք նախկին իշխանավորները մեկը հանցագործ է, ու դրանց մեջ իսկապես էլ կան հանցագործներ, դուք էլ բերեցիք, մաքրեցիք, լվացացրեցիք, լեգիտիմացրեցիք, նրանցից շատերի հետ էլ այսօր ընկերություն եք անում, փայ եք մտել տարբեր ոլորտներում։ Մի օր դրա մասին էլ եմ խոսելու։ Բայց հիմա ուզում եմ մի հատ հարց տամ, էլի։ Նախկին իշխանությունները ամենասրիկաներն են, ամենավատն են։ Ինչ դրանից դուք լավն եք դառնում։ Դրանով դուք անխոցելի եք դառնում։ Եվ ճիշտ հակառակ է, էլի, այդ առումով։ Դուք ո՞րն է ձեր առավելությունը նրանցից։ Դուք ինչով եք առավել նրանցից։ Սիրելի բարեկամներ, Գյումրու ընտրությունների վերաբերյալ կարող եմ ես մի բան ասել։ Ոչ պետք է գերագնահատել այդ ընտրությունները, ոչ էլ պետք է թերագնահատել։ Գյումրի ընտրությունները դրանք տեղական ինքնակառավարման ընտրություններ են, եւ դրանով չի կարելի չափել ոչ քաղաքական ուժերի ազդեցության մակարդակը, ոչ էլ, չգիտեմ, գլոբալ քաղաքական հետևությունների հանգել։ Ես ուզում եմ, որ արժանի ընտրություն լինի, եւ ես վստահ եմ, որ արժանի ընտրության դեպքում գործող իշխանությունը այնտեղ հաղթելու որևէ շանս չունի։ Ես չեմ տեսնում որևէ հեռանկար, որ նորմալ ընտրությունների պայմաններում այս իշխանությունը պետքա վերարտադրվի։ Նախ չգիտես ինչ քայլերի համար, երկրորդ էլ եւ ես հույս ունեմ, որ դրանից էլ պետք չի մեծ հետևությունների հանգել, որ գիտեք ինչ կա մարտի 31-ին ընտրություններից հետո քաղաքական դաշտում ինչ փոփոխություններ կլինեն։ Դա տեղական մակարդակի ընտրություններ է, որի արդյունքում ես կուզենամ, որ ընտրվի այնպիսի քաղաքապետ, որը իսկապես իշակ ծառայի իր քաղաքին, եւ Գյումրին իսկապես վերականգնվի, զարթոնք կապրի
Ես շատ եմ սիրում Գյումրին, մի քանի անգամ եղել եմ վերջին շրջանում էլ, ամոթ բոլոր ժամանակների իշխանություններին, որ Գյումրիում դեռևս դոմիկներ կան, այսպես ասած, որ Գյումրիում տնակների մեջ են մնում ապրում մարդիկ, սա խայտարակություն է, ել չեմ ասում այլ խնդիրների մասին, Գյումրին մեր արդյունաբերական քաղաք է եղել, Գյումրին կարելի էր 30 տարիների ընթացքում դարձնել շատ լուրջ ստրատեգիական քաղաք, զարգացած քաղաք, տեքստիլ արդյունաբերության քաղաք։ Այս իշխանությունը խոստանում էր, որ Գյումրիում պետք է ցամաքային նավահանգիստ կառուցի, ցամաքային նավահանգիստ, բա կառուցեիք։ Գյումրու փողոցներ, մի քանի ճանապարհ ասֆալտապալետ եք, ձեզ թվում է ձեր աշխատանքը սկսվում ու ավարտվում է ասֆալտ փռելով։ Ժողովուրդ, դուք խոպան չեք եկել։ Պետության կառավարումը չի սահմանափակվում ասֆալտ փռելով։ Լավ, որքան ժամանակ է պետք, որ դուք լրջանաք։ Գյումրիում ես ակնկալում եմ, որ գյումրեցիները արժանապատիվ ընտրություն կկատարեն, սիրելի բարեկամներ։ Հիմա անցնենք Հարազատ ջան, մեր հաղորդման երկրորդ փուլին, եւ ես այստեղ ակնկալում եմ, որ մենք ավելի լուրջ ձևով փորձենք հասկանալ հետեւյալ խնդրին։ Ի վերջո, սիրելի բարեկամներ, մեր երկրի, մեր ժողովրդի առաջ ծանրացած հարցերի հարցը հետևյալն է. արդյոք հնարավոր է հաշտվել թուրքերի ու ադրբեջանցիների հետ, եթե այո, ինչպես, արդյոք հնարավոր է հաշտվել անցյալի հետ ու բացել իրական ապագայի դուռը։ Ես ձեզ հավաստիացնում եմ, մեր ժողովրդի առջև ծառացած միակ հարցը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության առջև ծառացած միակ գլոբալ ստրատեգիական հարցը դա է. հնարավոր է հաշտվել արդյոք Թուրքիայի հետ եւ հնարավոր է արդյոք հաշտվել Ադրբեջանի հետ, թե ոչ։ Մնացած բոլոր հարցերը ոչ մի իշխանավոր հավերժ չի եղել, ես բազմաթիվ անգամներ կրկնում եմ, այս իշխանությունն էլ հավերժ չի լինելու, այս իշխանությունն էլ մի օր գնալու է, ձևավորվելու է նոր իշխանություն, այդ նոր իշխանությունն էլ հավերժ չի լինելու, բայց հարցերի հարցը հետևյալն է, եւ ես խնդրում եմ, որ մտածող մարդկանց հետ Հայաստանի Հանրապետությունում նոր ձևավորվող քաղաքական վերնախավի հետ մենք սկսենք քննարկել այս հարցը, իսկապես հնարավոր է հաշտվել թուրքերի հետ, ադրբեջանցիների հետ, թե ոչ, հնարավոր է վերաիմաստավորել մեր անցյալը եւ շարժվել առաջ դեպի ապագա, թե ոչ։ Հետո բոլորս ենթագիտակցորեն հասկանում ենք, սիրելի բարեկամներ, այս առումով, որ մենք հայտնվել ենք իրոք ծանրագույն իրավիճակում, որից դուրս գալու ելքերը ընդ որում քիչ չեն, շատ չեն, ներողություն, շատ չեն ելքերը։ Բոլորս զգում ենք, որ ինչ-որ բեկումնային շրջադարձ պետք է լինի։ Բոլորս հասկանում ենք, որ մենք ինչ-որ մի փուլում հասնելու ենք կուլմինացիոն կետի։ Իմ ակնկալիքն ու սպասածը նա է, որ մենք պատվով դուրս գանք այդ կուլմինացիոն կետից։ Այնուամենայնիվ, սիրելի բարեկամներ, հայ քաղաքական միտքը կանգնած է հետևյալ իմ կարծիքով հիմնահարցերին պատասխանելու խնդրի առաջ։ Առաջին, այլևս Արցախի հակամարտությունը կամ Արցախի խնդիրը, ինչպես 1988 թվականին, հնարավոր է կրկին դառնա հայ ժողովրդին միավորող գործոն, թե ոչ։ Այսինքն, ինչ եմ ուզում ասել, հայ ժողովրդին Արցախի հակամարտությունը 88 թվականին դարձավ հայ ժողովրդին միավորող գործոն։ Հիմա այդ խնդիրը, այդ հիմնահարցը կարող է այլևս դառնալ հայ ժողովրդին միավորող գործոն, թե ոչ, որովհետև ես խորապես համոզված եմ, մեզ ցատկելու, վերածնունդ ապրելու համար միավորում է պետք, միասնություն է պետք։ Հաջորդը, այս ժամանակահատվածում, որում հիմա մենք ապրում ենք, ո՞րն է Հայաստանի Հանրապետության առաքելությունը եւ ինչ դերակատարություն մենք պետք է մեզ վերապահենք ու իրագործենք տարածաշրջանում։ Սա ֆունդամենտալ հարց է, ո՞րն է մեր ռազմավարական, մեր ազգի, մեր պետության ռազմավարական ծրագիրն ու նպատակը։ Մենք ինչպիսին ենք պատկերացնում մեր տեղն ու դերը տարածաշրջանում։ Ինչ անենք, որ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը, սիրելի բարեկամներ, բխի ոչ թե Նիկոլի Քմահաչուկից, Քոչարյանի Քմահաչուկից, Սերժ Սարգսյանի Քմահաչուկից, Նորիկ Նորիկյանի Քմահաչուկից, այլ պետության իրական հնարավորություններից։ Սա ստրատեգիական հարց է, որովհետև
այն քաղաքական գործիչներ են, պետական գործիչները, որոնց քաղաքական ազդեցությունը այսօր մեծ է, սերի բարեկամներ, դրանցից մի մասը պոպուլիստներ են, ինչպես Նիկոլ Փաշինյանը, եւ այլ էպիտետներ էլ կարող եմ ասել, մի մասը ռուսամետներ են, մի մասը ամերիկամետներ են, մի մասը եվրոպամետներ են, եւ մի մասը ասում են Հայաստանը որ ճորտա, եկեք ռուսի ճորտից դուրս գանք, դառնանք ամերիկացու ճորտեր, մի մասը ասում է չէ, ամերիկացին լավ ճորտատեր չի, պետք է մենք մնանք ռուսի ճորտը, այն մի մասը խափում է, ասում է ամերիկան մեզ էս է անում, այն է անում, այն մի մասը ասում է չէ, Ռուսաստանն է մեզ էս անում, այն անում, ու մեր հասարակությանը մոլորեցնելով մենք հասել ենք այս իրավիճակին։ Հիմա ինչ անենք, որ Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունը, Հայաստանի Հանրապետությունում պետական շինարարությունը խարսխվի ոչ թե այս կամ այն անձի ամբողահաճ պոպուլիստական քմահաճույքներից, այլ Հայաստանի Հանրապետության իրական հնարավորություններից։ Այսինքն մեր իրական հնարավորությունները թելադրեն Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը։ Սա լրջագույն հարց է, սիրելի բարեկամներ։ Հաջորդը, հայ ժողովուրդը արդյոք Արցախի հակամարտության հանգուցալուծման գործում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում կարող է հասնել համազգային կոնսենսուսի, կամ այս նույն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, սիրելի բարեկամներ, ֆունդամենտալ հարց է։ Ի վերջո մենք ինչ ենք ուզում Թուրքիայից։ Մենք կամ ինչ-որ բան ուզում ենք, թե չենք ուզում։ Ինչպիսին ենք պատկերացնում Թուրքիայի հետ մեր հարաբերությունները, ասենք լավ Նիկոլ, որ դուք խոսում եք Թուրքիայի հետ սահմանները բացելու, լավ, ասենք թե բացեցին սահմանները, հետո Թուրքիան մեզ համար ով է, դադարում է սպառնալիք պետություն լինել, դադարում է թշնամի պետություն լինել, մենք Թուրքիայի հետ որպես հարևան ինչ բնույթի հարաբերություններ պետք է հաստատենք, անվտանգային ինչպիսի կոմպոնենտներով պայմանավորված հարաբերություններ պետք է հաստատենք, ի վերջո մի մոռացեք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, իսկ ՆԱՏՕ-ի երկրները ունեն իրենց ուրույն շահերը, Թուրքիան նաև Եվրոմիության անդամ թեկնածու երկիր է, Թուրքիան լրիվ ուրիշ կայսրապետական նկրտումներ ունեցող երկիր է, Թուրքիան կլանող երկիր է, դուք ինչպես եք պատկերացնում Թուրքիայի հետ հարաբերությունների կառուցումը։ Խնդրում եմ տպավորություն չստեղծվի, սիրելի բարեկամներ, որ ես կողմնակից չեմ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ճիշտ հակառակը, բայց ես ուզում եմ, որ խաղի կանոնները հստակ լինեն։ Մենք ինչ խաղի կանոններով ենք հարաբերվելու Թուրքիայի հետ։ Հաջորդը եւ հնարավոր է հարցերի հարցը, հնարավոր է արդյոք կոնսենսուս համազգային Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հետ, թե ոչ, հնարավոր է համազգային կոնսենսուս Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, թե ոչ, հաջորդը Հայաստանն ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են հստակեցնել իրենց պատկերացումները ի վերջո քաղաքակրթական հանրույթի համատեքստում, կամ այլ կերպ ասած, սիրելի բարեկամներ, սա մեր լրջագույն հարցն է։ Ի վերջո Հայաստանը արևմուտք է, թե արևելք, հյուսիս է, թե հարավ։ Հայաստանը ինչ-որ տեղ գնալու խնդիր ունի, թե Հայաստանը պետք է մնա տեղում։ Մենք մեզ համարում ենք եվրոպացիներ, մենք մեզ համարում ենք Ամերիկայի դաշնակից, Ռուսաստանի դաշնակից, ինչ ենք համարում, ժողովուրդ։ Մենք մեր տեղն ու դերը գիտենք, մենք մեր քաղաքակրթական ուղղվածությունը ֆիքսել ենք, արձանագրել ենք, ինչ է մեր ուզածը, ֆիքսել ենք, դրա վերաբերյալ այդ մեր ուզածի վերաբերյալ մենք ունենք համազգային կոնսենսուս, թե չունենք։ Հաջորդը, ստեղ էլի հարցերի հարցն է, ես ուզում եմ, որ մտածող մարդիկ, քաղաքական դաշտում խաղացող մարդիկ, այս հարցերի պատասխանները գտնեն, տան, ինչպես վերականգնել Ադրբեջանի հետ խախտված ռազմաքաղաքական հավասարակշռությունը։ Նիկոլ, ինչքան բանակցություններ ուզում ես վարի Ադրբեջանի հետ, ինչքան քանի օրը 10 հատ խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ, Ադրբեջանը հիմա այն պետություն է, որ ուզում է ոչնչացնել քեզ, որպեսզի Ադրբեջանը քեզ չոչնչացնի, դու պետք է վերականգնես, դու ասելով նկատի ունեմ պետությունը, Հայաստանը, պետք է վերականգնի նրա հետ խախտված ռազմաքաղաքական հավասարակշռությունը։ Այդ առումով ուզում եմ մի հատ բան ասել, այդ որ դուք անընդհատ բանակցում եք, լավ կլինի մի հատ ժողովրդին հաշվետվություն ներկայացնեք։ Դուք դեմ եք այդ երկու կետերին, որի վերաբերյալ ես վերջերս հայտնեցիք համաձայնությանը, հիմա էլ քարոզություն եք տանում, թե Ադրբեջանին կանգնացրել եք փաստի վրա, փաստի առաջ։ Այդ ինչու եք դեմ այդ կետերին։
Եվ ինչ փոխվեց, որ դուք սկսեցիք համաձայնել այդ կետերի հետ։ Ինչա փոխվել։ Ինչ առավելություն եք ստացել։ Տարածաշրջանում ինչ աշխարհակական իրավիճակ է փոխվել։ Իմ մոտ այնպեսի տպավորություն է ստեղծվում, որ դուք կտոր առ կտոր Ադրբեջանին հանձնելու քաղաքականություն եք վարում, մաս առ մաս Ադրբեջանի բոլոր պահանջները իրագործելու քաղաքականություն եք վարում, որպեսզի ըստ ձեզ խաղաղություն լինի։ Նիկոլ, այդ ձեր պատկերացմամբ խաղաղություն կլինի, բայց Հայաստան չի լինի։ Հայաստան չի լինի, պետություն չի լինի, որ դուք ամեն ինչ կտոր մաս հանձնեք, բնականաբար խաղաղություն կլինի, բա ինչ եք ուզում, բայց Հայաստան կլինի, պետություն կլինի, հայ ժողովուրդ կլինի, ինչքան կարելի է խաբել ժողովրդին, որն է ձեր կարմիր գիծը, հստակեցեք ու անկեղծ եղեք ժողովրդին, որն է ձեր կարմիր գիծը, ինչու եք խաբում ու մոլորեցնում ժողովրդին, մինչև որ պետք է զիջեք։ Հաջորդը, արդյոք հնարավոր է նոր պատերազմ։ Եվ ինչ անել այդ կանխելու այդ նոր պատերազմը։ Եվ հաջորդ հարցը, եթե նույնիսկ լինի այդ պատերազմը, այդ պատերազմում մենք ունենք հաղթելու պոտենցիալ, հաղթելու ռեսուրս, կամ ինչ անենք, որպեսզի չպարտվենք այդ պատերազմում։ Այս հարցերի պատասխանները, սիրելի բարեկամներ, հաջորդ իշխանությունն է, կամ այդ հավակնորդ քաղաքական ուժերը պետք է ունենա։ Ինչ անենք հաջորդ պատերազմը կանխելու համար, կամ եթե չենք կարող կանխել, ինչպես անենք, որ այդ պատերազմում հաղթենք, կամ չպարտվենք, ինչպես սանձենք Ադրբեջանին, ինչպես կառավարելի դարձնենք թշնամությունը Ադրբեջանի հետ։ Հաջորդը, Արևմուտքի եւ Ռուսաստանի միմյանց նկատմամբ թշնամական հարաբերությունների կամ մշտապես գլոբալ հակադրության մեջ գտնվելու պայմաններում Հայաստանը կարող է գտնել այդ պայմաններում, ինչպես նաև նրանցից յուրաքանչյուրի հետ սերտորեն գործակցելու հավասարակշռված դոկտրին, թե ոչ։ Ես այդ գաղափարի կողմնակիցն եմ։ Ես խորապես համոզված եմ, որ Արևմուտք Ռուսաստան հակադրությունները միշտ լինելու են։ Միշտ լինելու են։ Հիմա մեր խնդիրն է լինել պարզ լեզվով ասած դառնալ այն ճարպիկը, որ կարողանա, որ այս հակասությունների պայմաններում այնպիսի գոյակցություն ապահովել, որպեսզի չդառնա հակամարտության օբյեկտ, չդառնա Ուկրաինա։ Ինչպես անել, որպեսզի այս հակադրության պայմաններում մենք կարողանանք այնպիսի հավասարակշիռ, զուսպ, շրջահայաց քաղաքականություն վարել, որ չդառնանք մեկի համար թնդանոթի միս, չդառնանք մեկի համար բախման օբյեկտ։ Ինչպես անել։ Սա լրջագույն հարց է, որը պատասխան է ակնկալում։ Ես ունեմ այդ հարցի պատասխանը, ես գտնում եմ, որ Հայաստանը պետք է հավասարակշռված իր բացառապես իր ռազմավարական շահերով պայմանավորված արտաքին քաղաքականություն իրականացնի, չգրգռելով որևէ աշխարհակաղակական կենտրոնի, չգրգռելով։ Հաջորդը, ինչը պետք է դառնա արդի Հայաստանում ապրող մարդու քաղաքացու հիմնական գործը։ Ժողովուրդ, եկեք հասկանանք, որն է հայ մարդու անելիքը այսօր։ Հայ մարդը ինչ պետք է անի այսօր, որպեսզի մնա Հայաստանում, ապրի, ստեղծի, հավելյալ արժեք ստեղծի, բարիք ստեղծի, որն է հայ մարդու նպատակը իր պետությունում ապրող։ Եկեք հասկանանք, ֆիքսենք, բացատրենք, կիսվենք։ Հաջորդը, արդյոք հնարավոր է հայ ժողովրդի ներուժը կենտրոնացնել Հայաստանի Հանրապետությունում։ Ես խորապես համոզված եմ, ես երեկ էլ Կիրակնորյա մտորումների շարքում խոսել եմ, այո, մեր թիվ 1 խնդիրը, հաջորդ իշխանության խնդիրը պետք է լինի անել հնարավորը, որպեսզի հայ ժողովրդի ու ներուժը կենտրոնացվի Հայաստանի Հանրապետությունում։ Միայն դրանով է հնարավոր ապահովել Հայաստանի բեկումնային զարգացումը։ Ես խորապես համոզված եմ, հայ ժողովրդի կապիտալը շատ է, այդ կապիտալը տեղայնացնելու, հայ ժողովրդի առանձին անհատներին Հայաստանի Հանրապետությունում նպաստավոր ու արտոնյալ պայմաններով գործելու հնարավորություն տալու պայմաններում, ես խորապես համոզված եմ, բեկում է հնարավոր ու այդ բեկումը կարող է շրջադարձային լինել մեզ համար։ Հաջորդը, արդյոք հնարավոր է հայ ժողովրդի ներուժը վերածել քաղաքական կապիտալի ու ծառայեցնել Հայաստանի Հանրապետության կենսական շահերի լուծմանը կամ միջազգային հարաբերություններում Հայաստանի դիրքերի ամրապնդման ու շահերի առաջ մղմանը։ Իհարկե հնարավոր է, եթե քաղաքական կամք լինի, եթե փոխվի կառավարող փիլիսոփայությունը, գործող փիլիսոփայությունը սպառել է իրեն։ Նիկոլ Փաշինյանը իր իշխանության հետ հայտնվել է ցուկ ցվանգի մեջ,
թույլ է տալիս սխալների հետևից, ինչը մի օր կանգնեցնելու է կոտրած տաշտակի առաջ։ Հաջորդը, այս հարցի մասին կուզենայի, որ մեր ժողովուրդը, մեր մտավորականությունը, մեր արվեստագետները, մեր մշակույթի գործիչները, մեր մասնագետները, գիտական սեգմենտը, քաղաքական վերնախավը, սրա մասին կուզենամ, որ հրապարակայնորեն խորի։ Արդյոք հնարավոր է հաշտվել մեր անցյալի հետ, սիրելի բարեկամներ։ Եթե հնարավոր է, ապա ինչպես, կամ հնարավոր է մոռանալ անցյալն ու բացել իրական ապագայի դռները։ Արդյոք հնարավոր է հաշտվել թուրքերի ու ադրբեջանցիների հետ, եթե այո, ապա ինչպես։ Այս հարցը, նորից եմ կրկնում, սա հարցերի հարցն է։ Դուք ինչ ուզում եք խոսեք, ինչպիսի պոպուլիստական ծրագրերով ուզում եք խոսեք։ Խնդիրը հետևյալն է, հնարավոր է հաշտվել այս երկու պետությունների հետ ու այս երկու ժողովուրդների հետ, թե ոչ։ Եթե այո, խաղի ինչ կանոններով։ Նիկոլ Փաշինյանը, ես այս թեմայի մասին անընդհատ խոսել եմ, անընդհատ դարձրել է դրոշակ խաղաղության պայմանագիրը։ Կա որևէ երաշխիք, որ խաղաղության պայմանագրի կնքումից հետո կլուծվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտությունը։ Սիրելի բարեկամներ, Ադրբեջանի նախագահը ել ինչպես բացատրի, որ 10 հատ Նիկոլի հետ համաձայնեցրած խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո մեզ հետ նա չի պատրաստում իրական խաղաղություն հաստատել։ Նա պահանջում է փոխել մեր պետության կանոնը, մեր ապրելու կենսաձևն է պահանջում փոխել։ Նա պահանջում է մեզանից փոխել մեր արյունը։ Ես պաթետիկ չեմ ասում, սիրելի ժողովուրդ։ Յուրաքանչյուր պետության համար տվյալ երկրի սահմանադրությունը, այն խաղի կանոններն են, այն օրգանիզմի մասերն են, գլուխն է, սիրտն է, թոքն է, որոնցով ապրում է այդ օրգանիզմը։ Հիմա մեր հարևան թշնամին ասում է, եթե դու ուզում ես, որպեսզի ես խաղաղության ձեռք մեկնեմ քեզ, դու պետք է փոխես քո գլուխը, քո սիրտը, քո թոքերը, քո ոտքերը, քո ուղեղը, քո մտածողությունը, քո պատկերացումները։ Ասում եմ, ես պետք է որոշեմ, թե դու ինչպես պետք է ապրես։ Հիմա ինչ անենք, Նիկոլ։ Հնարավոր է 10 հատ խաղաղության համաձայնագրի 17 կետ համաձայնեցու ու ամեն օր առիթը բաց մի թող ու դրա մասին մեր ժողովրդի վրա ծախի այդ խաղաղություն բառը։ Ադրբեջանը քո այդ խաղաղության պայմանագիր է կնքելու։ Ժողովուրդ ջան, մի հավատացեք սենց անլուրջ հայտարարությունների։ Ի վերջո, վերջի հարցը դրում է սարումով եւ անցնեմ հաջորդ դրվագին ու աստիճանաբար ավարտեմ այսօրվա եթերը։ Սիրելի հայ ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, մենք կարող ենք Հայաստանում ապրել բարեկեցիկ, ինչպես հրեաները ապրում են Իսրայելում։ Մենք կարող ենք Հայաստանում ապրել բարեկեցիկ, ինչպես ֆրանսիացիներն են ապրում Ֆրանսիայում։ Մենք կարող ենք Հայաստանում ապրել այնպես բարեկեցիկ, ինչպես դանիացիներն են ապրում Դանիայում։ Ինչպես բոլոր զարգացած քաղաքակիրթ երկրները։ Իդեպ, սրանով ինչ եմ ուզում ասել։ Սիրելի ժողովուրդ, մենք կարող ենք չարթագաղթել ու Հայաստանը դարձնել Ֆրանսիա, Հայաստանը դարձնել Ամերիկա, Հայաստանը դարձնել Իտալիա, Հայաստանը դարձնել Մեծ Բրիտանիա, Հայաստանը դարձնել Իսպանիա, աշխարհի զարգացած երկրներին։ Արտագաղթելով հարց չի լուծվի, սիրելի բարեկամներ։ Իսկ արտագաղթածներին էլ խնդրում եմ վերադառնալ։ Մեծ վերադարձի գաղափար է պետք։ Մեզ իսկապես մեծ վերադարձ է պետք։ Գալ այստեղ շենանալ, հենվել, ծառ տնկել, որդի ունենալ, տուն կառուցել, ապրելու, զարգացնել։ Մեր պետությունը պայելու մի ձև ես գիտեմ։ Դա այդ պետությունը սնելու, մշակելու, ապրելու, այդ պետության մեջ ապրելու մեջ է։ Պետությունը պահելու բանաձևը։ Ուրիշ բանաձև աշխարհը չունի, սիրելի ժողովուրդ։ Հետևաբար այս առումով, սիրելի բարեկամներ, ավարտելով իմ խոսքը 1-2 րոպե, ես խորապես համոզված եմ, որ միայն մտավոր սերունդն ու վերնախավը կարող է մեր երկիրը դուրս բերել այս իրավիճակից։ Երիցս համոզված եմ, որ պատմությունը սիրում է սթափներին, մեզ սթափ որոշումներ են պետք կայացնել, սթափ։ Մենք այլևս խորելու ժամանակ չունենք։ Հիշեք, նվաստացված ու պարտված ժողովուրդը չի կարող արժանապատիվ ու արդյունավետ պետություն ստեղծել, եթե իր վաղվա օրվա վերաբերյալ չունի համապարփակ ռազմավարական ծրագիր, հայեցակարգ։
Ներկա ու նախկին իշխանությունների միջև տարիներ շարունակվող գզվռտոցը, սիրելի բարեկամներ, Հայաստանը վերածել է քաոսի, ինչպես ուզում են թող իրենք հասկանան։ Ուրեմն լսեք, ես դիմում եմ Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, իրար ինչ ուզում եք ասեք, ինչ ուզում եք, ձեր քաղաքական թիմերով իրար ինչքան ուզում եք կործանեք ու ոչնչացրեք, միևնույն է, ձեր անփառունակ քաղաքական գործունեության արդյունքում է կործանվել Արցախի հանրապետությունը ու վտանգի առաջ կանգնել Հայաստանի հանրապետությունը։ Դուք բոլորդ համապարտ պատասխանատվություն եք կրում մեզ հասցված է վնասի ու հայ ժողովրդին այսպիսի ողբերգական իրավիճակին դնելու համար։ Հիշեք, մեր երկիրը, սիրելի բարեկամներ, քանդեցին թե դերսից, թե ներսից։ Իսկ հիմա մեզ պարտադրում են ընտրություն կատարել Հայաստանը դրսից ու ներսից քանդողների միջև։ Իսկապես եմ ասում, աբսուրդ է, սիրելի ժողովուրդ։ Այս Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը իրենց սատելիտներով դաշնակցությունն է, էլի կուսակցություններ կան, հերթով չասեմ, հանրապետականը, չգիտեմ, ում ուզում եք, հիմա դուք ինքներդ հիշեք, ես իրենց նկատի ունեմ։ Այս մարդիկ ինչ են ասում են հայ ժողովուրդ, դուք պարտավոր եք ընտրություն կատարել, մենակ մեր միջև, հանկարծ ուրիշ մարդիկ չգան իշխանության, հանկարծ ուրիշ մարդիկ քաղաքական հայտ չներկայացնեն, հանկարծ ուրիշ մարդիկ քաղաքական հավակնություններ չունենան։ Այ եթե դուք փորձել եք մեկ ուրիշ ընտրություն կատարել, ուրեմն չի ստացվելու։ Ժողովուրդ ջան, հոգ կրակը չենք ընկել մենք այս մարդկանց ձեռքը։ Այսինքն էլ այս ազգը ուրիշ քաղաքական ուժի, ուրիշ քաղաքական անհատի տեղ չգիտի, ժողովուրդ ջան, ճիշտ ընտրություն է պետք կատարել։ Եթե պետք է ընտրություն կատարվի նորից դրանց միջև, ես չգիտեմ Հայաստանից ինչ է մնալու։ Համենայն դեպս մինչև հեսօր իրենք են կառավարել ու իրենց կառավարման արդյունքում է մեր երկիրը հասցվել այս իրավիճակին։ Հաջորդը ստեղծված իրավիճակում նկատի ունենալով, որ օրվա իշխանություն ու տիտղոսային ընդդիմությունը ու նրանց առաջնորդները ուղղակի պատասխանատվություն են կրում Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակի համար, մեկ Արցախի ողբերգության համար, ես համոզված եմ, ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է վարի հավասարակշռված ներքին ու արտաքին քաղաքականություն։ Եվ այս առումով, սիրելի բարեկամներ, ես խորապես համոզված եմ, որ մեր ժողովրդին համախմբող նոր գաղափարը պետք է լինի Հայաստանը զարգացնելու գաղափարը։ Հարկավոր է մեր ժողովրդի ներուժը կենտրոնացնել Հայաստանում ու մեկնարկել իրապես ժողովրդին ու պետությանը ծառայող նոր ազգային վերնախավի ձևավորման գործընթացը։ Նախորդ ու գործող էլիտաները սպառեցին իրենց, ոմանք անփառունակ հեռանալով քաղաքական դաշտից, վերադառնալու մոլուցքով, ոմանք անավարտ, ոմանք էլ աննկատ։ Եվ ես բազմաթիվ անգամներ վերջի 2 տարիների ընթացքում միշտ ասել եմ, Նիկոլ Փաշինյանը պետք է դառնա երրորդ հանրապետության վերջին վարչապետը։ Նրան հաջորդող ղեկավարը պետք է որակապես այլ պետության ղեկավար լինի, բովանդակային, քաղաքակրթական, արժեհամակարգային, այլ կերպ ասած, այնպիսի պետության ղեկավար պետք է լինի Հայաստանի հաջորդ ղեկավարը, որը կլինի ոչ թե նվաստացման, պարտության, խեղճության, ողորմելիության խորհրդանիշ, այլ հպարտության, Հայաստանը ոտքի կանգնեցնելու, Հայաստանը զարգացնելու, Հայաստանը աշխարհի զարգացած երկրների համահունչ, համընթաց քայլելու խորհրդանիշ։ Մեր աշխարհագրական դիրքը, մեր պետության չափը չի կարելի շփոթել հզորության հետ։ Աշխարհում կան բազմաթիվ պետություններ, որոնք մեզանից տարածքով փոքր են, բայց նրանք զարգացած են մեզանից մի քանի տասնյակ անգամ եւ ոտք են գցում աշխարհի զարգացած երկրների հետ։ Մենք ունենք այդ ռեսուրսը, մենք ունենք այդ պոտենցիալը, մեզ ուղղակի խելացի ղեկավարներ են անհրաժեշտ։ Մեզ պետք է խելացի ղեկավարում, մեզ պետք չեն պոպուլիստներ, ստախոսներ, ձրիակերներ, անբաններ։ Նայում եմ, են որոշ հավակնորդների եմ նայում։ Գիտեք, այդ գեղեցիկ փաթեթավորման խոսքերով չփորձեք խաբել ժողովրդին։ Մի օր այդ հանրագումարի ենք բերելու ու փորձելու ենք ցույց տալ։ Չի կարելի ճամարտակություններով, ընդ որում մանիպուլյատիվ, վնասակար ու վտանգավոր հայտարարություններով չի կարելի ժողովրդին մոլորեցնել, չի կարելի։ Facebook-ով վարչապետ չեն դառնում։
լայքերով վարչապետ չեն դառնում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ընտրի իր հաջորդ իշխանությունը եւ ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդը մի օր իրական քայլերով փորձելու է տեր դառնալ իր պետության ու իր ժողովրդին։ Այս առումով, սիրելի բարեկամներ, ես ավարտում եմ իմ խոսքը, ծավալուն ստացվեց, ես ներողություն եմ խնդրում, բայց մի քանի առաջարկություններ եմ ուզում անեմ եւ ավարտեմ այսօրվա եթերը։ Եթե մենք իսկապես ուզում ենք դուրս գալ ստեղծված իրավիճակից, ուրեմն մենք ինչ ենք առաջարկում։ Այդ առաջարկությունները մենք հրապարակել ենք նաև 2023 թվականին, բայց դրանք չեն կորցրել իրենց արդիականությունը, դրանք նաև արդիական են, արժեքավոր են նաև այսօր։ Ես խորապես համոզված եմ, եթե մենք ուզում ենք իսկապես դուրս գալ այս իրավիճակից, ուրեմն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերը, ովքեր իսկապես ելնում են Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերի տեսանկյունից, պետք է ստորագրեն հայտարարության այն մասին, որ անկախ իշխանության ընդդիմության ով լինելու հանգամանքից Հայաստանի Հանրապետությունում որևէ ինքնիշխանության, որևէ ստորադասում ու զիջում չի կարող լինել։ Հայաստանի անկախության ու պետականության գաղափարն անքննարկելի է։ Սա հատկապես ուղղում եմ այն ռուսամետ ու արևմտամետ կամ դրանց շահերը սպասարկող քաղաքական ուժերին։ Հայաստանի Հանրապետությունը պետք է արմատախիլ արվեն նման ուժերը։ Հայաստանի Հանրապետությունից պետք է վռնդվեն օտարի շահերը սպասարկող քաղաքական ուժերը։ Ուզում է Կրեմլի շահերը սպասարկեն, ուզում է Բրյուսելի շահերը սպասարկեն, ուզում է Վաշինգտոնի շահերը սպասարկեն։ Ես ձեզ հավաստիացնում եմ, եթե Հայաստանում իշխանության գա այնպիսի քաղաքական թիմ, որը կառաջնորդվի բացառապես Հայաստանի հայ ժողովրդի շահերով, նույն այդ Կրեմլը, նույն այդ Բրյուսելը, նույն այդ Վաշինգտոնը մեծագույն հարգանքով կվերաբերվեն այդ իշխանության հետ։ Հիշեք, ճորտին, ստրուկին չեն հարգում, նրան օգտագործում են, հետո շպրտում են, ու կապ չունի դու ռուսի ստրուկն ես, Բրյուսելի ստրուկն ես, թե ամերիկացու ստրուկն ես։ Ինչքան կարելի է խաբել մեր ժողովրդին, ինչքան ժողովուրդ, ինչքան կարելի է։ Հաջորդը, ես խորապես համոզված եմ, որ մեզ անհրաժեշտ է սահմանադրական փոփոխություններ, եւ այդ սահմանադրական փոփոխություններում առաջնային խնդիրը պետք է լինի կառավարման համակարգի փոփոխությունը։ Եվ եթե քաղաքական ուժերի կողմից ձեռք է բերվում կոնսենսուս, ապա որոշում պետք է կայացվի հասնելու սահմանադրական փոփոխությունների իրականացմանը, որի արդյունքում Հայաստանը վերականգնվում է Հայաստանում կիսանախագահական կառավարման համակարգը, կամ մենք անցում ենք կատարում ամբողջությամբ նախագահական համակարգի, որից հետո Հայաստանում տեղի ունենում արտահերթ նախագահական ու կիսանախագահական ընտրություններ կամ եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ սահմանադրական այդ փոփոխություններից հետո ես խորապես համոզված եմ մենք որակապես այլ միջավայր ենք ձևավորելու։ Հաջորդը նոր իշխանությունների կողմից ես խորապես համոզված եմ, որ նոր իշխանությունները այսպիսի ստրատեգիական խնդիր իրենց առաջ պետք է դնեն, որ մեկ տարվա ընթացքում պետք է ընդունվի որակապես նոր ազգային անվտանգության ռազմավարական հայեցակարգ եւ որակապես նոր ռազմական դոկտրին, այն համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած անվտանգային սպառնալիքներին ու միջավայրին։ Հաջորդը, սիրելի ժողովուրդ, վերջին 10 տարիների ընթացքում մենք երկու պատերազմ ենք տեսել, չհաշված 2021-22 թվականների մի քանի էսկալացիոն գործընթացները։ 2016-2020 թվականների պատերազմների աննաչառ քննություն է պետք իրականացնել, որպեսզի մենք հասկանանք իրականում ինչ է տեղի ունեցել 2016 թվականի ապրիլյան քարոզիային եւ ինչ է տեղի ունեցել 2020 թվականի 44-օրյա աղետալի պատերազմի նախընթաց եւ ընթացիկ եւ հետընթաց ժամանակահատվածում։ Ի վերջո, մեր հաջորդ իշխանության թիվ 1 խնդիրն է լինելու Ադրբեջանի հետ վարել արժանապատիվ բանակցություններ իրական խաղաղության հաստատման համար։ Այդ առումով ես առաջիկայում կխոսեմ, թե ինչպես են տեսնում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վարվող բանակցությունների բնույթն ու բովանդակությունը։ Ի վերջո, Հայաստանը որպես պետություն պետք է կարողանա ստրատեգիական հարաբերություններ կառուցելու միջոցով իր ռազմավարական շահերի կառուցման միջոցով
կարգավորել բոլոր պետությունների հետ իր հարաբերությունները, այդ թվում ԱՄՆ-ի, եվրոպական պետությունների, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Չինաստանի հետ իրականացնելով առավելագույնը իր կողմից ստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթները կատարանակցություններ ու խորհրդատվություններ վարել մեր տարբեր քաղաքական դաշտում գործող տարբեր քաղաքական ուժերի հետ, մեր համախոհների հետ հասնելու կոնսենսուսի եւ հասնելու համաձայնության։ Միաժամանակ այս առումով պատրաստ ենք, ինչպես ասեցի, այդ քննարկումներին եւ վերջացնելով իմ խոսքը, սիրելի բարեկամներ, ես ուզում եմ իմ վրդովմունքի, ցավի ճիճը բարձրացնել Ադրբեջանում պահվող ռազմագերիների կապակցությամբ։ Ակնհայտ է, սիրելի բարեկամներ, որ Բաքուն դատում է մեզ, բոլորիս։ Ես չգիտեմ, թե ինչով կավարտվի այդ շինծու դատավարությունը եւ այդ մարդկանց ճակատագիրը ինչպիսին կլինի, մի բան ակնհայտ է, Հայաստանը իր բոլոր ռեսուրսներով սա արժանապատվության քայլ պետք է լինի, ամեն ինչ պետք է անի այդ մարդկանց Ալիևի ճիրաներից ձերբազատելու համար, անկախ նրանից կրկնում եմ, թե ովքեր են դատվում Ադրբեջանում։ Ես իմ զորակցությունն եմ հայտնում Հայաստանի Հանրապետությունում են բոլոր անձանց, քաղաքական շարժումներին, անհատներին, մարդկանց, Ադրբեջանում շինծու դատվող անձանց ընտանիքներին, անդամներին, ովքեր իրենց ձայնն են բարձրացնում այս խնդրի համար։ Ես բոլորովին այլ հարթության մեջ եմ դիտարկում այս հարցը, սիրելի բարեկամներ, այս հարթության մեջ ես ոչ քաղաքականություն եմ տեսնում, ինձ համար դա առաջին հերթին հումանիստական խնդիր է, մարդկային խնդիր է։ Հետաբար այս առումով ես գտնում եմ, եթե մեզնից կախված գետ մեկ նշուլ քայլ կա, մենք պետք է ամեն ինչ անենք այդ մարդկանց ազատագրելու համար։ Եվ վերջում, սիրելի բարեկամներ, ամփոփելով իմ այսօրվա եթերը, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ապրիլ ամսին մենք առաջիկա օրերին դրա մասին առավել մանրամասն հայտարարություն կտարածենք, տեղի է ունենալու մեր կուսակցության համագումարը, մեր կուսակցության համագումարի ժամանակ ընտրվելու են ղեկավար նոր մարմիններ, մենք հրապարակելու ենք մեր կուսակցության քաղաքական բանաձևը եւ հայտարարելու ենք մեր գործողությունների ծրագիրը, թե ինչպիսին ենք պատկերացնում առաջիկա քաղաքական գործընթացները մինչեւ նոր ընտրությունները խորհրդարանական, ելնելով այն համոզմունքից, որ առաջիկա 1-2 տարիները շրջադարձային ու բեկումնային են լինելու մեր ժողովրդի ու մեր պետության համար, ու մենք մեզանից կախված պետք է անենք հնարավորը Հայաստանի Հանրապետությունում արժանապատիվ իշխանություն ձևավորելու համար։ Լավ մնացեք, բարին ընձեզ, մեկ անգամ եւս խնդրում եմ հնարավորության սահմաններում տարածեք այս տեսանյութը, սիրելի բարեկամներ, այս պահին ես փառք եմ տալիս Հայաստանի Հանրապետության սահմաններին կանգնած եւ մարտական հերթապահություն իրականացնող մեր բոլոր զինվորներին, փառք ձեզ տղեկ, ես իսկապես հպարտանում եմ ձեզանով, փառք մեր բանակին, մեր վիրավոր բանակին, բայց ես հույս ունեմ, որ մենք մի օր ունենալու ենք ամենալավ բանակը, որովհետև եթե մենք ունենք պետություն, իսկ պետություն առանց ուժեղ բանակի ես չեմ պատկերացնում, ուժեղ, արժանապատիվ եւ կներեք այս բառիս համար ворց բանակ մենք պետք է ունենանք եւ ես վստահ եմ ունենք ու ավելի պետք է անենք, որպեսզի այդպիսի բանակ ունենանք, լավագույն համարձակ հրամանատարներով, լավագույն ղեկավար կազմով եւ լավագույն անձնակազմով։ Միաժամանակ իմ խոնարհումն եմ բերում մեր հայրենիքի համար իրենց կյանքը զոհած հազարավոր հայրենիների լուսավոր հիշատակի առաջ, խոնարհում ես նրանց ու նրանց ընտանիքների առաջ։ Հարգանքներս ձեզ սիրելի բարեկամներ, խնդրում եմ հնարավորության սահմաններում տարածեք այս տեսանյութը, բարին ընձեզ, բարի գիշեր, կտեսնվենք մի քանի օր անց։ Լավ մնացեք, սիրելի բարեկամներ, հարգանքներս։